Ինչպես եւ խոստացել ենք, շարունակում ենք ծրագիրը հյուրի հետ, մենք ուրախ ենք ողջունել մեր զրուցակցին, ես կարծում եմ գործընկերի Սուսանան կներկայացնի մեր հարգարժան հյուրին, առավելևս որ մեզ հետաքրքիր կես ժամ է սպասում։ Այո, սիրով։ Արեղծվածներ, սարսափներ, սպանություններ, մի պտղունց միստիկա, սա իհարկե գուցե այնքան էլ առավոտյան թեմա չէ, բայց հրաշալի թեմա է բոլոր նրանց համար, ովքեր սիրահար են նման ժանրի։ Եվ սիրով ուզում եմ ներկայացնել մեր հյուրին, վիդեոբլոգեր, հաղորդավար, սցենարիստ, ժամանակակից գրող Ռուբեն Եսայանն է, եւ շտապեմ միանգամից ասել, որ 2 տարի շարունակ ճանաչվում է տարվա հեղինակ, ինչի արդիվ ձեզ շնորհավորում ենք։ Ուրախ ենք շատ ողջունել ձեզ Ռուբեն, ծանոթ եք ձեր աշխատանքներին եւ ճիշտ ասած չգիտեմ որ նաեւ վիդեոբլոգեր եք, հա, ավելի շատ որպես հեղինակ ենք ճանաչում ձեզ եւ ուրախ ենք որ այսօր հնարավորություն ունենք մի քիչ խոսելու ձեր աշխատանքի մասին։ Նախ եւ առաջ եզակի է մեր զրույցանալով որ կարծում եմ զրույցի ընթացքում կպարզենք որոշ մանրամասներ ինչ է սպասվում մոտ ժամանակներս վստահ եմ պարապ չեք, ինչ որ բանով զբաղված եք, հետաքրքիր հերթական գիրքն եք միգուցե պատրաստում։ Մի խոսքով դրա մասին եւ ավելին կզրուցենք առաջիկա 30 րոպեների ընթացքում։ Սկսենք նրանից ումով եք ոգեշնչված։ Կա ենթադրություն, որ Դեն Բրաունն է, հա, ձեզ մտքի գցել, որ իրականում նույնիսկ շատ չեմ էլ սիրում Դեն Բրաունին, ինձ ավելի դուր է գալիս Էդգար Ալան Պոն, Սթիվեն Քինգը, Ագաթա Քրիստին, Արտուր Կոնան Դոյլը։ Արտուր Կոնան Դոյլն էլ այդքան չէ։ Այն ժամանակ շատ էի սիրում, բայց երբ որ հայտնաբերեցի Ագաթա Քրիստին, հասկացա, որ Շերլոկ Հոլմսը ավելի թույլ է։ Իսկ Չեստերտոնին ծանոթ չէ։ Դետեկտիվ ժանրի գրող։ Դեն Բրաուն ասացիք, այնտեղ կա Հայր Բրաունը։ Եկեղեցական է, հետաքննություններով զբաղվում, խորհուրդ եմ տալիս Չեստերտոնը վատ հեղինակ չէ։ Ես մի քիչ հասկացա ձեր նախասիրությունները, ուղղակի ընդունեք սա։ Մերսի շատ շնորհակալ եմ։ Եվ լավ, փաստորեն պարզեցինք, որ Դեն Բրաունը չի ոգեշնչել, բայց Դեն Բրաունը բեսթսելերներ գրեց։ Իհարկե։ Լավ, եթե բովանդակությունը դուր չի գալիս, մարքեթինգը այդ մտնոլորտը, որը որ ուղեկցում էր նրա յուրաքանչյուր լուսնցայված գրքին չի օրինակ իրական ոչ թե բովանդակությունը դուր չի գալիս, այլ ժանրը ինքը ըստիս ավելի արկածային ժանրում է գրում, արկածային միստիկա է իր մոտ, իսկ եթե նայում ենք Էդգար Ալան Պոին, ինքը մաքուր միստիկա է, առանց այդ արկածայինի, ու ինձ ավելի դուր է գալիս մութ ատմոսֆերան, ինչը ավելի շատ մռայլ ավելի, իսկ Դեն Բրաունի մոտ ավելի ես կասեի գոթական, չէ՞, մտնոլորտն է, որը որ սովորաբար ուղեկցում է Ալան Էդգար Պոյի ստեղծագործությունները, ով է Էդգար Պոն, երևի շատերը գիտեն, բայց եթե չգիտեք, երբ որ Աբովյան փողոցով իջնում եք Սայաթ-Նովայի խաչմերուկից դեպի Թումանյանի, հա, խաչմերուկ, ձախ կողմի վրա կնկատենք մի անցում, թունել, հա, բակ, դալան ներողություն, այնտեղ կա հետաքրքիր նկարարված, գրաֆիտի արված, չգիտեմ ով հեղինակը, բայց զարմանալի չէ, Երևանում մեկ կարող ես դալանում տեսնել Ալան Պոյի, Էդգար Ալան Պոյի Ռուբեն, պատկերը։ նշեցիք Ագաթա Քրիստիի անունը, չգիտեմ որքանով է դա համապատասխանում ճշմարտությանը, բայց նա ասում էր, որ յուրաքանչյուր անգամ, երբ պետք է ամանները լվանա, միշտ միտք է ծագում ինչ-որ սպանության, առանց որևէ զուգահեռների, իսկ ինչ հանգամանքներ են հարկավոր ձեզ, ինչ պայմաններ, որպեսզի ինչ-որ միտք կամ դրվագ կամ տեսարան ծնվի ձեր ուղեղում, հատկապես միստիկ ժանրում։ Ես ուղղակի հավելեմ, Ագաթա Քրիստին ասում էր, որ նրա մոտ այդ սյուժեները գալիս են աման լվանալու ընթացքում։ Եվ իդեալական այդ սպանության գաղափարը նրան միշտ ուղեկցել է։ Նա միշտ փորձել է մտածել, լավ, արդյոք կարելի է իդեալական սպանություն կազմակերպել եւ չբռնվել։ Ես շատ լավ գիտեմ այդ պատմությունը Ագաթայի մասին, բայց իմ դեպքում չկա ինչ-որ հստակ գործողություն, որը անելուց ինձ մոտ գաղափար առաջանում, հիմնականում հանգիստ միջավայր է պետք, երևի բնություն եմ շատ սիրում,
ու իմ գրքի առաջին գրքի գործողությունները լորիում են տեղի ունենում, ես էլ լորին շատ եմ սիրում ու միգուցե հենց այդ ամեն ինչն է դառնում պատճառ։ Բայց ծննդով ջերմուկից եք։ Հա, ծննդով այստորի մարզից եմ, բայց Իսկ ծննդավայրը չի ոգեշնչում։ դե ոչ ոգեշնչումը, բայց ոչ միստիկայի ժանրում, ավելի այլ Փոքր հայրենիքը պահում է այսպես անձեռնմխել։ մեր մարզերից ըստիս ամենամիստիկ ամենամիստիկ բնությունը ունի լորին։ Հետաքրքիր բնութագրում էր։ Իսկ ինչով է պայմանավորված այդ միստիկան։ Շատ է վայրի վերումները, այսպես ասած, ռելիեֆային, շատ է տարբեր տարատեսակ բնապատկերներ, այսինքն իրարից կտրուկ տարբերվող։ Ու ինքը ինձ համար փոքր Շվեյցարիայի ինչ-որ մոդել է։ Համաձայն եմ, հա, ինչ որ շրջաններ կա իսկապես այդ զգացողությունը Գյուղեր կան լորում գյուղեր կան, որոնք դու գնում ես, չես հասնում այդ գյուղին ու կյանքում չես պատկերացնի, որ ասենք այդ մեծ բնության այդ պուճուրի կետում գյուղ կա, որտեղ մարդիկ են ապրում։ Ռուբեն, գիտեք, իմ մոտ այսպիսի մի հարց է առաջանում յուրաքանչյուր անգամ, երբ անկեղծորեն ուրախանում եմ ձեր հաջողություններով, բայց հաշվի առնելով, թե ինչ ժանրում եք ստեղծագործում, ինքնաբերաբար հարց է առաջանում։ Բավական է մտնել մեր, չգիտեմ, ոստիկանական լրահոսը եւ առհասարակ դիտարկել մեր կյանքը բոլոր շրջանկյուններից եւ տեսնել, որ ինչպես ասում են, կրկեսը մեզ կյանքում էլ է բավարարում, միստիկան, սպանությունները, վատ դեպքերը։ Իսկ որտեղից ընթերցողի մոտ նման ձգտում, ցանկություն, որտեղ դա երևի թե մի առանձին զրույցի թեմա է, թե ինչ արձագանք են գտնում հոգեբանական մարդկանց մոտ ձեր գրքերը։ Այո, հենց Եվ ինչով է պայմանավորված ձգտում այս ժանրի հանդեպ։ Չէ՞ որ սարսափը մեր կյանքում արդեն բավարար կա։ Պատճառը հենց հոգեբանական է, որովհետև մարդը այնպիսի օրգանիզմ է, մարդը այնպես է ստեղծված, որ ինքը սիրում է հարցերի պատասխաններ ստանալ։ Այսինքն այն ինչը կա դետեկտիվ, միստիկ, թրիլեր, սարսափ ժանրերում, մենք շատ հաճախ չենք գտնում այլ ժանրերում։ Այսինքն հոգեբանորեն մարդուն հետաքրքիր է ինչ-որ պատմություն լսել եւ իմանալ, թե ով է մարդասպանը, ով է գողը եւ մոտիվն է շատ հետաքրքիր, թե ինչու է դա արվել, ինչու է այս ամեն ինչը տեղի ունենում։ Սա է այս ժանրի առանձնահատկությունը, երբ որ ընթերցող ուզում է հասկանալ, թե դու կարող ես արդյոք որպես հեղինակ իրեն խաբել, թե չէ։ Իսկ մյուս ժանրերում այլ էմոցիաներ են դրված, որովհետև եթե մեծ հաշվով մենք կարդում ենք Արտուր Կոնան Դոյլ կամ Ագաթա Քրիստի, ես միշտ ասում եմ, որ ընդհանրապես աշխարհում չեն կարդում իրենց, որ մարդու կյանքը փոխվի։ Դու չես կարդում Ագաթա, որ քո կյանքը ինչ-որ խորանա եւ այլն։ Ուղղակի կարդում ես, որովհետև ուզում ես իմանալ, թե ինքը կկարողանա քեզ արդյոք խաբել, թե դու ամեն դեպքում կարող ես բացահայտել։ Դուք նույն սկզբունքով եք առաջնորդում։ Հա, իհարկե, ես երբեք չեմ սկսում գրել, եթե չունեմ այն միտքը, թե ինչով եմ ապշեցնելու ընթերցողին։ Դրա տերմինոլոգիան որպես այդպեսին անգլերենում ասում են plot twist, եթե չունեմ ես դա, ես երբեք չեմ սկսում գրել։ Ինչպես է վերաբերվում օրինակ Twin Peaks-ին, Stephen King-ին, հետաքրքիր կլինի իմանալ։ Նկատի ունեք ին վերաբերմունքը իրենց գործերի նկատմամբ։ Դե նկատի ունեմ Twin Peaks սերիալը, որը որ տեսակ կա։ Ես չէ, այդ մեկը չեմ նայել։ Չեք նայել Twin Peaks-ը, դա կուլտային է սերիալ է, որը որ մինչև հիմա քննարկման առարկա է եւ ժանրի երևի ամենա այսպես։ Okay, ես մտածում եմ իսկական դետեկտիվը չէ։ True detective-ը, ինչ որ մասեր եմ նայել, հատկապես երբ որ իմացա մեր հայրենակիցներից մեկը այնտեղ նկարվել է, ասացի նայեցի արագ Արտուր Դարբինյանի մասնախոսքը, ինչ որ հատվածներ նայել եմ, բայց ամբողջական չեմ նայել։ Ես նայել եմ միստիկ սերիալներից Supernatural-ը կամ հայերեն գերբնական այդպես էր թարգմանված, մի ժամանակ հանրային հեռուստակերպությամբ ցույց էին տալիս։ Միստիկ սերիալներից շատ եմ սիրում Lost-ը, որը ինձ համար ամենամեծ ուժեղ սերիալներից է երևի պատմության։ Մշակութային երևույթ էր, ինչ խոսք, փոխեց ամբողջությամբ սերիալը կամ մտածելակերպը։ Համաձայն եմ։ Ու էլի ինչ որ բաներ, որոնք չեմ հիշում այս բան, հա, բանը ամենասիրելիներից Netflix-ը վերջերս Dark, այդպես էր կոչում, ծմա։ Շատ բարդ սերիալ է, մարդիկ կեսից չեն նայում, որովհետև հասկանում որ խճճում են։
Ես ձեզ խաղում խորհուրդ տալ, բայց դա արդեն եթերից լավ, մասնագիտությամբ ինչպես պարզվեց կիբերնետիկ եք մաթեմատիկոս, չէ՞, այդպեսի կրթություն եք ստացել, բայց մեկ էլ հանկարծակի որոշել եք փոխել, հա, ձեր գործունեությունը, ոչ թե փոխել, այլ այդ ճանապարհը ընտրեցիք։ Ինձ հետաքրքիր է իմանալ ունեք ինչ է Instagram այդ նախաձեռնությունը ինչ է ինձ ներկայացնում։ Instagram-ը ստեղծվեց 44-րդ պատերազմի ընթացքում, ես մտածեցի, որ պետք է ինչ-որ բան անել, կիրառելով իմ մեդիա գիտելիքները ու այդ ժամանակ տեսնում էի, որ բոլորը անում են բոլոր չէ, շատերը անում են նույն բանը, այսինքն հավաքագրում էին սնունդ, ինչ-որ բաներ, որոնք ուղարկե ինչ-որտեղ հիմնականում հիշում եմ, որ մեծածավալ գործողությունները միտված էին ինչ-որ բաներ հավաքագրելու։ Ես հասկացա, որ ես առաջի անհրաժեշտության բաներ էին։ Հա, ես հասկացա, որ ես կարող եմ կամ գնալ դառնալ իրենցից մեկը, որոնք լիքը հարյուրավոր մարդիկ նույն բանն էին անում, կամ մտածել մի հատ բան, որ դեռևս չէր արվել, ու այդպես մտածեցի Instagram-ը, որտեղ կարող էի ներգրավել մարդկանց ու իրենց հետ սպամային, այսպես ասած, շատ մեծ գրոհներ կազմակերպել տարբեր համաշխարհային էջերի ու արտիստների կոմենտներում, որպեսզի ով բացե իրենց կոմենտները, տեսնեն դա ինչ-որ բան է կատարվում։ Ու շատ լավ արդյունք ունեցավ, լիքը արտիստներ արձագանքեցին, լիքը մարդիկ, որոնք չգիտեին, թե ինչա տեղի ունենում Հայաստանում, այդտեղից իմացան, նույնիսկ ադրբեջանցիների ներվներ այդ կոմենտներում երևում, երբ որ իրենք տեսնում են, որ ամեն ինչ շատ համակարգված է աշխատում, իրենք չեն կարողանում պայքարել այդ կոմենտների ու լայքերի դեմ։ Մի խոսքով, տենց շատ հետաքրքիր նախաձեռնություններ։ Բոտերի օգնությամբ էի անում, հա։ Ինչի՞։ Բոտերի։ Չէ, ուղղակի տեխնիկապես ես նամակը տալիս եմ, ասում եմ Ժողովուրդ ջան, սա սենց ենք անում, ու բոլորը անում էին։ Հետո երբ որ արդեն անցավ ու անցան ինչ-որ ժամանակ անցավ, Instagram-ը փոխվեց, դարձավ ասենց ասած Facebook-յան խումբ, ինչև մայլ կա, որտեղ ես տեղադրում եմ ինչ-որ մարդկանց, որոնց բուժման համար գումար է պետք, որոնց պետք է օրինակ սովորելու համար գումար, բայց հիմնականում առողջական թեմաներով ինչ-որ բաներ եմ share անում, որպեսզի այդ մարդկանց որոշակի օգնություն լինի։ Ռուբեն, քանի հետևորդ ունեք։ Ընդհանուր, մոտ 5 միլիոնից ավել ընդհանուր։ Դա շատ տպավորիչ է Հայաստանում ապրող եւ աշխատող բլոգերի համար։ Ինչի վրա եք հիմա աշխատում։ Հիմա գաղտնիք չէ։ Իմ նոր գրքի վրա եմ աշխատում, որը մոտ 2 ամսից արդեն կլինի շնորհանդեսը։ Սա իմ առաջին գրքի շարունակությունն է։ Էլի նույն ժանրում ու կարծում եմ էլի լավ կլինի ամեն ինչ։ Այսքանը, ինչ-որ ուրիշ ինֆորմացիա չունեմ, ինքը առաջին գրքի շարունակությունն է, Աթունելից 13 կիլոմետր հեռավորության վրա 2, այդպես է կոչվում, ու ենթավերնագիրը Մարդասպանը ես եմ։ Պահանջարկ կար, թե այդպիսի մտահոգություն կար հետո շարունակելով։ Չկար, առաջի գիրքը ինքը միստիկ ժանրին բնորոշ ձևով ավարտվում, երբ որ ինչ-որ բան անավարտ է մնում, որը կարելի ունենալ եւ շարունակություն եւ չէ, բայց ընթերցողների ճնշումների ներքո ես իրանք որտեվ կարդում ասում էին ինչ է լինում հետո, ու ես հասկացա, որ պետք է իրենց հետաքրքրասիրությունը բավարարել։ Ստեղծագործական մի հարց, այ նշեցիք ֆիլմեր եք դիտել, սերիալներ, բավականին գրականություն ընթերցել, ինձ միշտ հետաքրքրում է, իհարկե առանց այդ բազան ունենալու հնարավոր չէ մտնել մեծ գրական աշխարհ կամ երաժշտության աշխարհ ոլորտները, եթե զուգահեռներ անցկացնենք, բայց իմանալ եւ շատ կարդալ այդ տարբերակները, հա, հնարավոր սցենարների ավելի շատ օգնում է, թե խանգարում է նորը գտնելուն։ Չէ, միանշանակ օգնում է, առաջին հերթին այս ժանրում, ու ընդհանրապես կարծում եմ գրողի համար շատ կարևոր է շատ կարդալը։ Իսկ վտանգ չկա կրկնվելու։ Հենց դրա համար եմ կարծում առաջին հերթին, որ եթե դու շատ չկարդաս, դու ավելի մեծ ռիսկ ունես կրկնվելու, որովհետև հատկապես դետեկտիվ ու միստիկ ժանրում այնքան բան է արված, այսինքն մարդուն զարմացնելը շատ դժվար է, ու դու պետք է մի հատ կարդաս, որպեսզի չստացվի, թե դու մտածել ես ինչ-որ բան, ինձ հետ եղել է, օրինակ ես մտածել ինչ-որ բան, մեկ էլ տեսնեմ, որ ինչ-որ մի հատ հեղինակ այդ ժանրի արդեն նման մի բան արել է, կամ հենց դա արել է։ Դրա համար շատ կարդալը դրա համար է պետք եւ իհարկե ընդհանրապես շատ կարդալը պետք է, որովհետեւ դա բառապաշարն է մեծացնում աշխարհընկալումը, մտածողությունը ու պետք է անպայման կարդալ ոչ նույն ժանրի բաներ։
տարբեր բաներ պետք է շփվել։ Գիտեք, ես ոչ մեկ անգամ կարդացել եմ, որ թե ռեժիսորներ, թե գրողներ, ովքեր ստեղծագործում են նշված ժանրերում, նրանք սասպենսներ են, թրիլերներ, դետեկտիվներ, մի խոսքով միստիկ, ինչ-որ ֆենթազիներ նույնիսկ եւ այլն, խոստովանում եմ, որ կյանքում ինչ-որ դրվագներ են եղել, անբացատրելի երևույթների, որի մեջ նրանք ներգրաված են եղել, կամ հանդիպում են ունեցել այդպիսի գերբնական ուժերի հետ միգուցե ֆիզիկական երևույթների խախտման, անոմալ եւ այլն։ Եթե նման մի բան կա ձեր կյանքում, Ռուբեն, կկիսվեք, հետաքրքիր լինի, չէ՞, սովորական լինի մեր։ Քանի տոկոս է կազմում։ Դե շատ տարբեր բաներ են լինում մեր կյանքում, որ մենք չենք կարողանում բացատրել։ Այս պահին ինչ-որ բաներ չեմ հիշի, բայց օրինակ ինձ հետ հաճախ է պատահում, որ ինչ-որ մարդու օրինակ տարիներով չեմ տեսել այդ մարդուն, հանկարծ մտքիս գալիս է ու հաջորդ օրը տեսնում եմ, ու սա շատ հաճախ տարածված երևույթ է, ու ոչ լրիվ բացատրված, ու երազների դեպքում շատ անբացատրելի բաներ լինում, մի խոսքով, այսպիսի բաներ, բայց որ ակնհայտ ասեմ, օրինակ թռչող ափսո եմ տեսել, տենց բան չի եղել։ Երբ որ դուք կիրառում եք արհեստական բանականություն, ես չեմ ուզում ասել, որ շատ հին ժամանակներում, բայց այդքան ակտիվ չէին կիրառում դուք եւ նկարներ եք գեներացնում եւ գուցե ինչ որ դրվագներում նաեւ սյուժեի զարգացման համար դիմում եք։ Հիմա ինչ փուլում է։ Մերժում եք, ընդունում եք, հիմնվում եք։ Ես սյուժեի մասով երբեք չեմ դիմել արհեստական բանականության հետ, մի քիչ իմ համար նույնիսկ անկեղծ չի ինքս իմ նկատմամբ, բայց աշխատում եմ արհեստական բանականությամբ կերպարների դեպքում, այսինքն կերպարների արտաքին տեսքը տալու, սա ինչ որ գաղափար էր, որ իմ մոտ ծնվեց, ինչի համար ես ինքս ինձնից միշտ շնորհակալ եմ լինում, որովհետև հետո ուսումնասիրեցի աշխարհում նման փորձ չգտա ու հասկացա, որ արհեստական բանականությունը կիրառելը այս ձևով շատ օգտակար է, ընթերցողները նայում են կերպարները, թե այսինքն իրենք ունեն ընտրություն կամ եթե ուզում են տեսնել թե հեղինակը ոնց է պատկերացրել, նայում են կամ եթե չեն ուզում իրենք են ուզում պատկերացնել, ու երբ որ մարդիկ գրում էին ինձ կարծիքներ, ասում էին, որ այդ նկարները օգնել են իրենց ավելի կինոյի ձևով կարդալ գիրքը, թվում էր թե իրենք գիրքը նայում են, ոչ թե կարդում։ Իդեպ դուք ակնարկել եք, որ էկրանավորման եք պատրաստվում, որ փուլում է գտնվում աշխատանքը։ Նախա արտադրողական փուլում, նախա նկարահանումային, այսպես ասած, սցենարի ադապտացիա, գրքից անցում դեպի սցենար, դերասանների ընտրություն եւ այլն, նախնական հուլիսին մենք արդեն նկարներ կսկսենք, իսկ տարվա վերջ կբարձրանա էկրաններ։ Խոսքը առաջին գրքի մասին է։ Դերասանները տեղական են։ Իհարկե։ Թե հրավիրովի ունեք։ Ունենք հրավիրովի էլ, ունենք տեղական էլ, ու կարծում եմ լավագույն ընտրությունն ենք արել դերասանների հարցում։ Դրանք հեռուստատեսային պրոյեկտ են, թե սթրիմինգների համար եք։ Չէ, գեղարվեստական ֆիլմ, մեկ լիամետրաժ։ Գեղարվեստական, հա, էկրաններ է բարձրանալու։ Դե լինում է այդպես մեծ էկրան է դուրս գալի, հետո սերիալ է, չէ՞, վերածվում։ Հա, կարա լինի։ Եվ հակառակը վերջերս Գիտես, ունեցանք հաճախ սերիալից։ բավականին խոշոր ստեղծագործությունը հաստափուր գիրքը 1.5 ժամի մեջ Ընդհանրապես շատ դժվար է։ Մենք ին գիրքը, առաջի գիրքը 220 է, այնպես էլ չի շատ երկար է, ու նույնիսկ դա շատ դժվար է 1.5 ժամում տեղավորելը։ Մենք լիքը տեսարաններ ուղակի բաց ենք թողնում ցավոք, որպեսզի առանց իհարկե սյուժեն վնասելու, որպեսզի կարողանանք քրոնոյի մեջ տեղավորվել, բայց Հայաստանում սերիալ նկարելը այդքան շահավետ չի ցավոք, հակառակ դեպքում սերիալով մենք դա կթողարկեինք, բայց կարծում եմ գեղարվեստական ֆիլմն էլ շատ մեծ տպավորություն կթողի։ Իսկ մոտ հակառակն է, գիտես, միշտ թվացել է, որ ներկայիս պայմաններում այդ սթրիմինգային հարթակների արկայության պայմաններում սերիալ ստեղծել, հետո առաջարկել որպես Վերջերս Հովհաննես Գալստյանն էր, չէ՞, նման պրոյեկտով բեմ ֆիլմը։ Հիմա մի քանիսը կան, ճիշտ է։ Սերիալը վերածվել էր ֆիլմի։ Հա, տեղակ չեմ։ Ճիշտ ասած մենք ուսումնասիրեցինք շուկան եւ հասկացանք, որ հա ամեն դեպքում այնպես ավելի։ Մենք ասելով դուք թիմ եք ներկայացնում։ Ֆիլմի դեպքում արդեն հա թիմ ունենք ու դա թիմի մասն եմ խոսում, երբ որ ասում եմ մենք։ Իսկ քանի պարտականություն եք ստանձնել ֆիլմում։ Ես սցենարիստ, չէ, ռեժիսոր չէ, ռեժիսոր ունենք հրաշալի, սցենարիստ եւ պրոդյուսերներից մեկն եմ։
ցանկություն չկա դերասան հանդես գալու։ Չէ, որովհետև Կերպար մի քիչ կարծում եմ շատ է, երբ որ համ սցենարիստն ես, համ գլխավոր դերասաններից մեկը, համ պրոդյուսերը մի քիչ։ Բայց կար ցանկություն։ Իհարկե ցանկություն կար, ես կինո ինդուստրիայի համար խելագարվում եմ, հատկապես այս դեպքում ստացվում է, որ սա իմ գրքի ֆիլմն է, շատ կուզեի, բայց ըստ իս ավելի լավ կլինի, ես դերասանական կրթություն չունեմ եւ որպես այդպեսին շատ քիչ փորձ ունեմ դերասանական ոլորտում ու ուզում եմ հնարավորինս պրոֆեսիոնալ մարդիկ ներգրավված լինեն, ես էլ նայեմ ուղղակի վայելեմ։ Բայց երգում եք։ Չէ, ես չեմ երգում, այլ երգեր եմ գրում եւ նվագում, բայց չեմ երգում ես։ Նվագում եք։ Ռուբեն, ես ծանոթ չեմ ճիշտ ասած վանականներն ունեն գաղտնիք գրքի բովանդակությանը, բայց գիտեմ որ Դեն Բրաունը իդեպ խնդիրներ ունեցավ Վատիկանում։ Այո, իհարկե։ Քննադատության ենթարկվեց, նույնիսկ այսպես աբեկող զանգեր էր ստանում, չէ՞, եւ այլն։ Նրանք խոստացել էին անպայման, որ վրեժ խնդիր է լինելու եւ այլն, ասում են բավականին տևական ժամանակ նա վախվխեւր էր ընդհանրապես տեղաշարժվում։ Ես հասկանում եմ, որ ուրիշ մասշտաբի մասին եք խոսում, բայց վանականներն ունեն գաղտնիք, արդեն անունը մի տեսակ ինտրիգ ունի, արդյոք քննադատության ալիքի եք, հա, այսպես բախվե կամ Դեն Բրաունի դեպքում շատ ակնհայտ էր, որ այդ կլինի, որովհետև ինքը ցույց էր տալիս իր վեբում ներառել էր բաներ, որով ասում էր, որ կաթոլիկների արխիվներում շատ լուրջ եւ շատ հակա մարդկային միգուցե ինչ որ բաներ կան թաքնված եւ սա իրանց բարկացրել էր։ Իմ դեպքում այդպես չի, իմ դեպքում վանականներն ունեն գաղտնի գիրքը նույնիսկ շատ քրիստոնեական արժեքներ փոխանցում մարդուն, բայց ներողություն համագործակցություն, խորհրդատվություն ընթացքում ես ունեմ այս դեպքում ունեմ երկու, եթե իմ առաջի գիրքը ուներ մեկ խմբագիր, այս գիրքը ունի երկու խմբագիր, մեկը ընդհանուր գրքի, մյուսը հոգևոր թեմայով, Թովմասին Առաքելյան կամ Թովմաս Առաքելա, որպես հայտնի է ինքը, եթե գիտեք, ինքն է, ու Թովմասը շատ օգնեց ինձ, այնտեղ ես լիքը բաներ, որոնք իմ ուսումնասիրությունով էի արել, պարզվեց սխալ եմ արել, ինքը sense խմբագրեց ու ամեն ինչ տեղն ընկավ ու այս դեպքում իհարկե երբ որ ես գրում էի վանականներն ունեն գաղտնիք ու դրա մասին խոսում էի շատ հոգեորականներից եկան արձագանքներ որ ինչ ես գրում կարող է ինչ որ բան չի ասում էի չէ հանգիստ եղեք այդտեղ նա խոսքը կաթոլիկների մասին է հենց որովհետև գրքի դեպքերը այնպես են որ 3 հայ ուսանողներ ամերիկյան համալսարանից ուղարկվում են Բերքլի համալսարան սովորելու ու այնտեղ է տեղի ունենում դեպքերը բայց խոսքը հենց կոնկրետ գրքի վանականների մասն է, որոնք որոշակի գաղտնիք ունեն ու դրա շուրջ էլ ծավալվում են հենց դեպքերը։ 2018 թվականին Ռուբենը VidCon կոնֆերենցիային է մասնակցել, դա համաժողով է ամենամյա, որը անցկացվում է Ամերիկացիական Նահանգներում, եղել են տարիներ, երբ որ այնտեղ չի եղել ուրիշ երկրներում, բայց ընդհանուր սա մի հավաքատեղ է, որտեղ որ ամբողջ աշխարհից գալիս են վիդեոբլոգերներ, չէ, ժանրը ներկայացնող այլ մասնագետներ, ինչ տվեց ձեզ դա։ Առաջինը վստահ եմ ապշած, չէ, ոգևորված վերադարձակ էմոցիաներ, աշխատավոճ փոխվեց, աշխարհընկալում։ Այո, իհարկե, այնտեղ նախ Վիտքոնը ոնց ասեմ, վիդեոբլոգերների Դիսնեյլենդն է, այսպես կարելի ասել։ Դու այնտեղ գնում ես ու տեսնում ես ամենահայտնի վիդեոբլոգերներին, տեսնում ես որակյալ կոնտենտ արտադրողներին կամ ծանոթանում ես YouTube-ի հենց background-ից են մարդիկ լինում, այսինքն office-ից, creator մասանա լինում այնտեղ ու շատ հմտություններ են սովորեցնում, որոնք դու որտեղ անդադ master class-ներ է լինում, դու ուսես կարող ես մի սենյակից դուրս գալ մտնել։ Վճարով են դրանք, հա, տոմս ես գնում եւ կարծեմ $200 կարգեր։ Ու VidCon-ը շատ մեծ տպավորություններ թողեց ու ես ինքսինս խոստացա, որ մի օր անպայման նորից եմ գնալու, որովհետեւ ինքը շատ անփոխարինելի, անմոռանալի փորձառություն էր։ Ուղղակի ես երբ որ վերադարձա մի քիչ արդեն մտա սցենարական գործի մեջ եւ հետո արդեն գիրք գրել հիմա ֆիլմ, ոնց որ վիդեոբլոգինգի ավելի ճիշտ YouTube-ով զբաղվելը ինձ մոտ մի քիչ հետին պլան մղվեց ու չգիտեմ թե երկու վերադառնամ, բայց միշտ էլ ասել եմ, որ վիդեոբլոգինգը YouTube-ում ամենադժվարն է եւ ամենահետաքրքիրը, իսկ այնտեղ լավ կոնտենտ տալու համար
մեծ ռեսուրսներ ու ժամանակը պետք է։ Միսթր Բիստի օրինակ։ Իհարկե Միսթր Բիստի առաջ ամեն օր խոնարհվում եմ։ Հա չէ, ինչ անում այդ տղան։ Ֆենոմենալ մեր ժամանակների։ Մեծ թիմ ունի աշխատող։ Այնպես չէ, նա մենակ է, բայց Միսթր Բիստը Հա, ես համաձայն աշխարհում մեծ աշխարհի վրա մեծ ազդեցություն ունեցող մարդկանցից մեկն է։ Ես կուզենայի իմանալ օրինակ թարգմանել եք հա գրքերը այլ լեզուներով անգլերեն են թարգմանված, առաջինն էլ, երկրորդն էլ, ուղղակի անգլերենի մարքեթինգն է շատ դժվար անել կամ տպագրությունը, այստեղ եթե Հայաստանում մենք ուղղակի կարող ենք հեղինակային հրատարակություն անել եւ հանձնել գրատներին, խանութներին, որպեսզի վաճառեն, դրսում դա այդպես չի աշխատում, պետքա գտնել ագենտ, գործակալ ով նախ դու կհամոզես որ քո գիրքը լավն է, հետո ինքը կգնա կհամոզի հրատարակությանը ու այս շղթան պետքա տեղ ունենա, որպեսզի քո գրքից մի փոքր քանակություն տպեն։ Ես դեռևս ժամանակ էլի չունեմ, որպեսզի զբաղվեմ այդ ամեն ինչով, բայց շատ մեծ տրամադրվածություն եմ, որ անմիջապես ֆիլմից հետո արդեն կլծվեմ այդ գործին։ Գիրքը ունեք իմանալ հայաստանցի հեղինակներից ովքեր են ես ուսումնասիրել եմ պատվին ուսումնասիրել եմ ինչ որ դեպքեր միգուցե եղել են բայց մենք չունենք որևէ հայկական գործ որը համաշխարհային բեսթսելեր է դարձել դեռևս չունենք նման օրինակ դե ինչպես մենք տեղը թափուր է ազատ է ես հավատում եմ որ մի օր կունենանք եթե ոչ ես իհարկե շատ կուզեմ ես դինել բայց եթե ոչ ես հավատում եմ որ մենք ի վերջո մի օր կունենանք մի հայկական կամ հայ հերոսներով պատմություն, որը միջազգային շուկայում պահանջված կլինի։ Հավատում եք եւ հավակնում։ Ժամանակից խոսեցիք, բայց փաստորեն ունենում եք, երբ որ անդրադառնում եք կամ վարում եք շարք, որը կապված է ձեր մայրիկի հետ։ Մայրիկը տեղյակ է, ինչպես է ընդունում, երբ Հա, տեղյակ է։ Միջազգային ինչով ես դու զբաղվում, լուրջ բաներով զբաղվում։ Սկզբնական շրջանում շատ էր ասում։ Շատ հենց այդ հրապարակումների, հա, ընդհանրապես դե մամաների մասին պատմությունները մի շատ հետաքրքիր են ու ջերմ ու ես դրանք եթե հետաքրքիր ու հումորային են լինում ես կիսվում եմ անպայման բայց մաման հա շատ տարիներ շարունակ ինձ ասել է մի հատ դուրս արի գնա պետական գործի ոնց որ բոլորի մայրիկները սիրում են պետական գործը իսկ հիմա իհարկե փոխվեց այն ժամանակ երբ որ համալիրում ինքը եկավ առաջին շարքում նստեց ու նայեց գրքի շնորհանդես ու իսկ մինչ այդ ինքը չէր կարողացել մտնել կինո Մոսկվա կինո Մոսկվա մի քանի օր առաջ էլ կինո Մոսկվա նու հազիվ էր մտել ես ինքս բեմից իջա որպեսզի կարողանամ ներս մտցնել բայց հիմա հա այլ չի ասում արդեն տեսնելով այն ամեն ինչը կա պես Լավ, ես վերջում մեր հաղորդումը փակելուց առաջ ուղղակի մի բան էլ հարցնեմ կապված ֆիլմերի Թիմ Բյորթոնին ինչպես եք վերաբերվում ռեժիսոր Թիմ Բյորթոնը ամենահայտնի ֆիլմը ասում Սոննա Լաշին Հա, Սոննա Լաշինը որտեղ Ջոնի Դեփն է, չէ՞, կարծեմ խաղում Ինչպես Կարծեմ Ջոնի Դեփն է, հա, հիշեցի Քրիստինա Ռիչի այնտեղ Քրիստոֆեր Վոկենն է խաղում այդ միստիկան Հա, ինքը շատ հին ֆիլմ է, ես դաժե դիսկով եմ նայել այդ ֆիլմը Հիմա ես ուղղակի խորհուրդ եմ տալիս Հա, հիշեցի անգլուխ ձիավորի, այո, գրաղացի պայթյունը եւ այլն Ցունկա դետեկտիվի էլեմենտներով շատ լավ ֆիլմ է Ես ուղղակի հաշվանալով որ եթե ունկնդիրը հետաքրվեց մեր զրույցով լսեց միջև վերջ խորհուրդ եմ տալիս այդ ֆիլմը նորից նայել Հա, իրականում կարելի է նորից նայել Այնտեղ կա ամեն ինչ որ դուք սիրում եք թվարկածից ամենայն դեպս Շատ լավ բան հիշեցիք ես կվերանայեմ անպայման Ռուբեն Եսայանն էր մեր ջուրը հարգելի ռադիոլսողներ մենք հաճույքով այսպես մի քանի հարցերով փորձեցինք նորից հիշեցնել նրա արածը եւ նույնիսկ մի քիչ խոսեցինք անելիքի մասին ինչ է ակնկալվում աստորեն ֆիլմի վրա է աշխատում եւ մեզ մնում է միայն հաջողություն շարունակության նաեւ սպասում են նոր գրքի այո գրքի շարունակությունը այսինքն ուղղություններով է աշխատում Դե շատ բարդ է սյուժեն զարգացնել նոր գրքի ֆորմատում Համաձայն եմ, պետք է գոնե այնպես անել, որ չզիջի առաջինին։ Մի հատ գուցե այդպես զավեշտական հնչի, բայց կա այդպիսի հումորային արտահայտություն հեղինակը այնքան տարված էր իր գրվածքով, որ մի գիշերում կարդաց գիրքը, որպեսզի հասկանա, թե ով էր մարդասպանը, այնինչ ինքն է գրել։ Լինում է, որ ինքներդ զարմանաք ձեր բացահայտումից, այ հետո հրապարակումից հետո հրատարակումից հետո կանցպան, որ գիրքը կարող եք օրինակ բերել։ Չէ, ոչ թե կոնկրետ բացահայտումի մասին, այլ եղել է, որ գիրքը իմ գրած սկզբից նորից կարդամ ու փշաքաղվեմ։ Այդտենց զգացողություն եղել է։ Հասկացա։ Երևի թե դա հաջողության ինչ որ չափանիշ է։
Հարգելի ռադիոլսողներ, Ռուբեն Եսայանն մեր ունի ժամանակակից գրող, հաղորդավար, վիդեոբլոգեր, երաժիշտ, սցենարիստ, շարունակեք ինքներդ հաջողություն եք ձեզ ցանկանում։ շնորհակալ եմ, ես էլ Ձեր ձեզ տարիքի հանդիպան երիտասարդը այսքան շատ բան է հասցնել անել եւ հպարտանալու տեղ ունեք եւ հաջողություն եք ցանկանում Շատ ձեզ։ շնորհակալ եմ։ Ես խոստանում եմ անպայման համենայնպես գարնանը այս 3 ամիսների ընթացքում ձեր գրքերից գոնե մեկը կկարդամ, որպեսզի ամբողջական լինի իմ պատկերացումները ձեր արածի մասին, բայց այսպես հարցուփորձ անելով, հետաքրքրվելով, իմանալով գիտեմ, որ մեծ ողջավորություն եւ աժիոտաժ եք առաջացրել ասպարեզում, ինչը ինչ խոսք ձեր տարիքում մեծ հաջողություն եմ համարում։ Շնորհակալություն, որ եկաք։ Ձեզ էլ շնորհակալ։ Կսպասենք ձեր նոր գործերին եւ միգուցե դարձյալ ելնելով մեր այս բարացակամ ջերմ շփումից եւս կընդունեք մեր հրավերը եւ կգաք։ Շնորհակալություն շատ։ Ձեզ էլ շնորհակալ։ Շնորհակալություն։